Ողջույն բոլորին, այսօր շատ յուրահատուկ եւ կոնկրետ մեր կողմից սպասված հաղորդում ունենք, բայց մինչ այդ դուք շարունակում եք մեզ հետևել YouTube-ում եւ մեկնաբանություններ գրել Facebook-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Այսօր իսկապես շատ յուրահատուկ ու անչափ սիրված հյուր ունենք։ Նա Արարատ 73-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովն է։ Բարև ձեզ, պարոն Մարկարով։ Բարև ձեզ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչքան մեծ պատիվ է մեզ համար, որ այս տաղավարում նստած ենք ձեր դիմաց եւ ձեր թույլտվությամբ հարցեր ենք ուղղելու ձեզ։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ, որ դուք կանչել եք ինձ, որ ստեղ մի բան ես ասեմ, էլի։ Հիշենք անցյալը ու խոսենք այսօրվա մասին։ Սկսենք։ Սկսենք։ Դուք Մոսկվայում եք, պարոն Մարկարով, վերջերս եք եկել եւ շատ լավ առիթով եք գնացել պարոն Սիմոնյանի 99-ամյակին։ Դե պատմեք, ոնց նշեցիք, ինչպես անցավ։ Շատ լավ անցավ։ Պարոն Սիմոնյանը մեծ խաղացող է եղել, շատ մեծ։ Գնացել եք, մի քիչ մնացել եք, մի շաբաթ երևի, խոսացել եք, շատ բարի մարդ է։ Ինչ էիք հիշում, պարոն Մարկարով, դուք այնքան ճանապարհ եք անցել իրար հետ, այնքան լավ օրեր եք ունեցել։ Հա, ճիշտ եք ասում, հիմա որ ասեք, դուք ասեք, ես ասեմ։ Դա քանի տարի է անցել։ 52, հա։ Այս տարի 52 տարի է։ Բա, ես մոռացել եմ սա։ Փորձենք վերհիշել։ Ինչ էր Արարատը ձեզ համար, դուք եկաք Արարատ։ Արարատ դա իմ կյանքն է։ Արարատ բիդի էլի բարձրանը։ Լավ թիմա։ Բիդի բարձրանը, որ մեկ ուրախանակ։ Բայց տենակ էլի, կյանքը չգիտեք։ Ոնց կլինի։ Աստվածը հում կտա։ Իսկ այն Արարատը, պարոն Մարկարով, 73-ի, ինչպիսին էր։ Ոնց ձեզ հաջող։ Դա էնի դրա համար չեմ խոսում, դա առաջին մեկն է։ Թիվ 1։ Դա չտեված, Չտեսնված։ խաղացողն են եղել շատ։ Դրա համար սենց լավ խաղացին։ Ոնց ստեղծվեց Արարատ 73-ը, Սիմոնյանը եկավ, բայց մինչ այդ արդեն Արարատը սկսել էր տիտղոսներ նվաճել, ավելի լավ հանդես գալ ԽՍՀՄ առաջնությունում։ Ինչպես ստեղծեցիք 73-ի Արարատը։ Նորմալ տեսա, սա Սիմոնյանը եկավ հետո։ Սենց կամանց դեզել եք, չտեսնված լավ թիմ ա եղել։ Ու լավ էլ աշխատել են տղեկը, մալացե էլի։ Հետի բիդի շնորհակալություն ասեք այդ տղեկին, որ եղել է, որ խաղացել է, դոյս ժողովրդի համար։ Դուք ասացիք, որ մեծ մարզիչ է Սիմոնյանը, բայց իր հետ շատ բան փոխվեց Արարատում, ինչ բերեց այդ հավատը, նույն տղաներն էին համարյա, ինչպես կարողացավ ձեզ տրամադրել եւ օգնել, որ հասնեք այդ նվաճումներին միասին։ Սիմոնյանը ինքը բարի մարդ է եւ ասեք նենց չի գորում, երբ որ պետք կլի իրան մեկին մի բան ասի, ինքը այդ խաղացողին ասում է արի էտակ, то есть առանձին էլի, որ այդ տրեկը նստած, հա, թիմի մոտ, որ չասելի, ես ասել է, որ այս սենց բդեիլի, այդ սենց բդեիլի, և տրեկը հասկանում են, մորանում են, որ մի քիչ լավ չեն խաղացել, այսինքն ստեղծել լավ թիմ,
Շատ լավ թիմ։ Չտեսնված։ Էլի ասենք իսկապես չենք էլ տեսել հետո նման թիմ, ճիշտ բառ եք ասում։ Մենք այնքան ենք լսել Արարատ 73-ի մասին, ցավոք չենք տեսել ու միշտ Հասմիկի հետ խոսում ենք, որ ափսոս Արարատ 73-ը էլ չի լի։ Սենց խաղացողները ինչ որ եղել են, չի լի, ուզում եմ որ լի։ Բայց չի լինի։ Բայց ինչն էր պատճառը։ Լավ ֆուտբոլիստներից ծերունդեր, ժամանակներ, ինչի պատճառով էլ չի լինի։ Ինքը մեկի գիտեք ինչ է, դա որ ցախ մեկ սկսել եք չտեսնված խաղալ։ Դրկը գար պիժոն են դարել։ Մեկի մեկ։ Հազար անգամ ասում եմ դու չես մենակ։ Տես քանի օքի։ Ոչ մի սենս փոխվավ Արարատը ու վերջ։ Մարդ չկա, որ Այսինքն ճիշտ եմ հասկանում մարդկային այդ համեստությունը դրա այդ որակների շնորհիվ Արարատի ֆուտբոլիստները կարողացան նաև հաջողություններ գրանցել եւ գավաթում եւ առաջնությունում դառնալով հաղթող։ Այո։ Բիդե դիսցիպլինա էլի, որ չասի ես եմ։ Չէ, մեկը որ ասես ես եմ, բիդե գլխ կներեք։ Գլխին տասը ասես դե գնա դու ես։ Այսինքն թիմաստեցել ու լավ թիմաստեցել, լավ խաղացողներ են եղել։ Բայց ափսոս երկար չի տևել էլի, դա այդ հաղթանակից հետո ամեն ինչ փոխվեց նորից։ Դե հա էլի։ Հաղթանակը այսինքն փոխում է մարդկանց։ Փոխում է, հա։ Որ առումով։ Դե եսի մեկը նորմալ է, մեկը մեծամտանում է։ Խաղացող կա, որ շատ լավ խաղացող է, բայց դաշտում շատ է խոսում։ Լավ խաղացող է, բայց դաշտում շատ է, արա գնա, հետ, այս սենց բան է։ Եթե որ բանը չելի, մեկ վապշե ամենավերը կբարձանանայինք։ Բայց պրինցիպի այդ սենց բան տրեքը լավ են եղել, օբշի, որ վերցնեք, լավ են եղել ու մեկին պաշտպանում էին։ Դուք սպասում եք, որ չեմպիոն եք դառնալու ԽՍՀՄ-ի, ավելին գավաթն եք վերցնելու այն ժամանակ։ Ну, например, во мне было это, что мы доскогак чемпионы, вали. Դուք հավատում եք, անձամբ դուք։ Հա, ես հավատում եմ, տրեկին ասում եմ, տրեք, давайте, էլի, այդ թակ, այդ ժորթը նայում, ժորթը գալիս է մեզանայում, եւ այլ մեկ էլ մի դրանց ժորթը համար խաղակ։ Այսինքն նենց մի բան արել եք, չեմ ասում, մեծ բան։ Կարևոր մի բան։ Հա։ Երբ որ այդ մարդկանց ոգևորությունները պատմում են, թե ինչքան են ձեզ սիրել երկրպագել, դուք զգում եք, թե ինչքան միասնական է ժողովուրդը ձեզ հետ ու ինչքան կարևոր եք իրենց համար։ Հա։ Մեկ կարևոր է իրանց համար, բայց իրանք էլ ձեզ համար։ Մեզ համար էլի, ոչինչ նենց։ Պլյուս մինուս պլյուս։ Կարծիքներ կան, պարոն Մարգարով, որ սա նաև ժողովրդի հաղթանակներ, ոչ միայն ֆուտբոլիստների ու մարզիչների, որովհետև ողջ ազգով եք պայքարել դառնալու չեմպիոն։ Կիսում եք այս կարծիքը։ Ես չեմ լսել, չեմ ուզում լսել։ Ժողովուրդը թե որ ինքը իրան համար ասում, դա կարող է էլի, բայց մեկը որ դուրս է գալիս խաղի, մի խաղում եք լրիվ բոլորի համար։ Դրա համար սեստիմ է եղել։ Եթե որ չի լեի, վարիանտ չկա ռուսերեն ասեմ, վարիանտ չկա, որ սենց լավ կանցկացում ենք էլի։ Նենց կամած, մեզի մորացել են, բայց մեկ հավաքել են, աչոկները հավաքել են, ու պրինցիպի լավ խաղացք։
Այսինքն չեն սպասել ձեզանից ուրիշները, բայց դուք կարողացել եք, հա։ Այդ մրցակիցները։ Հա, ուրիշ երկրներում խորհրդային միության։ Բայարքի։ Ուրիշները նենց լավ խաղացողներ կան եւ այլ, բայց մեկ որ դուրս է գալիս դաշտը, մեկ ուժը մեր մոտ, մեր ժողովրդի համար, ասեք դուրս է գալիս արտասահման, եք խաղում եք իրանց ժողովրդի համար, որ չասեն տունը լավ են խաղում, ստեղ Յուլային։ Իմիջայլու։ Պարոն Մարգարով, ում դեմ էր դժվար խաղալ, որ թիմերի։ Ուկրաինայա։ Դինամոն։ Հա, դա լավ թիմ է ու մենակ այդ թիմը, հետո մեկ ոչ մեկից չեն եղացեք, չեն վախեցակ, բայց գիտեք, որ մեկ կարակ տարվեք այդ բանի Ուկրաինային, հա, նենց էլ կա էլի, 1-0 կրվակ, հետո լրիվ պաբեդա է եղել։ Բայց հենց Ուկրաինայի դինամոյին, Կիևի դինամոյին դուք գավաթում հաղթեցիք։ Հա։ Ինչ կասեք այդ օրվա մասին։ Խաղը ոնց որ թե մեր օգտին չէր, վերջին րոպեներին։ Հա, վերջին րոպեներին, իրանք մի հատ գոլ խփեցին, 1-0 տարում է, հետո վերջի ժամանակ մեկ խփել եք ու երկրորդ տայմը ուժը մեկ առաջ եք եղել։ Հետո ավելացված ժամանակում եք խփել։ Հա։ Ու ինչ էր կատարվում թիմում։ Կադրերը նայում ենք։ Շատ նորմալ բան է եղել, չէ, դե ուրախացել եք, սաղ բան, ուրա, Ցնծացել եք։ ժողովուրդ է եղել։ Հասել են ձեզ համար ֆինալ։ Հա, բա, այդ սաղ ուրախացել եք էլի։ Ամենակարևորը մեկ ժողովրդին եք տվել այդ բանը, ինչ որ մեկ արել եք, որ իրանք ուրախանան։ Ու սենց դուրս եկավ, որ ասացին մալացի։ Դուք այսպեսի մի միտք եք ասել, ձեր գրքում կա, պարոն Մարգարով, որ երբ որ օդանավակայանից գալիս եք արդեն Երևան, գավաթը նվաճած, այդպիսի բան չեք տեսել, մարդկանց ծով էր, եթե հնարավոր լիներ ձեր ձեռքերի վրա կտանեին ավտոբուսները եւ ամեն մեկը իր տան առաջ հյուրասիրություն էր կազմակերպել ու եթե չմասնակցեիք կնեղանային ու մոտ մի 4 ժամում հասել եք նոր քաղաք։ Ինչ էր կատարվում։ Ճիշտ է։ Մեկ Самолетից դուրս եկակ, դեղ ուժը պատրաստ սեղան կա։ Մի քիչ անցնում եք։ Մի 100 մետր անցավ, դեղ էլ պատրաստ։ Այսենց մի 5 անգամ կայնակ։ Այսենց 5 անգամ, потому что у нас еще խաղեր ունեիք դեռ։ Առաջնությունը դեռ։ Հա, եղել է, դե Համընդհանուր տոն էր։ Հա, իսկական տոն է, հա։ Դա շատ լավ է եղել, շատ լավ։ Մենք չենք տեսել, բայց այնքան ենք լսել, որ մեզ էլ է թվում, թե մասնակիցն ենք եղել այդ ամեն ինչի։ Դե ժողովուրդը Լեգենդներ է հյուսել։ Իզուր չեն ձեզ լեգենդար թիմ ասում։ Լեգենդար թիմ։ Լեգենդար, հա, Արարատը լեգենդ է, հա։ Հա, այդ ժամանակ, հա։ Հա, լեգենդ է եղել։ Հիմա էլ գնալով այդ լեգենդը ավելի է մեծանում ու ավելի հետաքրքիր դառնում։ Հա, այսինքն կա։ Պարոն Մարգարով, ցավոք ձեր ոչ բոլոր թիմակիցներն են հիմա ողջ, բայց եթե հավաքվում եք, ովքեր կաք հիմա, ինչ եք խոսում, ինչի մասին եք վերհիշում, ինչ հիշողություններ են արթնանում։ Սկիզբը մեկ խոսում եք առաջինը ֆուտբոլի մասին։ Հետո սկսում եք ասել, որ այդ խաղը ոնց է եղել, հովա մեղավոր որ խաղը ասեք մոտարապես ասում կրվել են, հա, բայց պրինցիպին նստում եք ասում եք էլի, այդ տղեն մեդի մարզիչին էլ կանչում եք, ասում եք այդ տղեն,
Բիդի նիստեղ չխաղա, այստեղ բիդի խաղա։ Այդ ժամանակ մեկ ավելի ուժ եղելի։ Այսինքն վերհիշում եք նոր։ հա, այն ինձ մարդավար է որ նստած խոսում է։ Քանի որ ֆուտբոլից այս մի քիչ ժամանակակից ֆուտբոլից խոսենք ազգային մեր թիմից, այսօրվա ֆուտբոլից, պարոն Մարգարով, դուք Ուրարտու ֆուտբոլային ակումբում եք աշխատում։ Ինչպիսին է այսօր հայկական ֆուտբոլը, դուք ինչպես եք տեսնում, ինչ խնդիրներ ունենք, ոնց լուծենք դրանք։ Մի քիչ իջել եք մեկ։ Մակարդակը, հա, այլ չեմ ասում շատ։ Մի քիչ թեթև իջել են, բայց էլի լավ խաղացողներ կան։ Իմ կարծիքով էլի կդեզեն։ Թիմերը կդեզեն իրանց խաղացողներին։ Էլի կգա այն, ինչ որ եղել է լավ տոյս լավ բան։ ինչի հաշվին կկարողանան որ շտկեն։ Խաղացող բիդի մարզիչի որ լավ մարզիչ է կբացատրի կասի թե որ մարզիչ եկել է փող աշխատի չէ կարան խաղան երեխեքը տրեք դե Հիմա Հայաստանի առաջնությունում դուք տեսնում եք դրական տեղաշարժեր, ակումբների լավ աշխատանք։ Կա, բայց ինչի ինչ որ եղել է, ինչի։ Ես նայում եմ, այս խաղերը նայում եմ, որ մի քիչ ես ինձի վատ եմ զգում, որ այն ու այդ։ Բայց կարծում եք սերունդի խնդիր չունենք, ֆուտբոլիստները, մասնագետներն են հիմնական պատճառը։ Լրիվ չի, բայց մեծ մասը Այսինքն լավ երեխաներ, լավ պատանիներ կան։ Ունեն, հա, չեմ ասում հիմա Վուշի լիգայը խաղում, կամած տարիքներով հա, լավ երեխեք կան, Ինչ անենք, որ ավելի լավնանան մարզիչները։ Դրսից հրավիրենք, թե մերոնց զարգացնենք։ Դրսից հրավիրեք իրան գալիս են փողի համար։ Մեր տղեկը ստեղ իշը պատրաստ չեն, որ ասեք կարա ոնց ասեք մարզիչի, որ նորմալ մարզիչ է, ինքը կարա ժոստկի խաղը կրել եք կամ կրել եք մտնում հանդերձարան, ասում է ճիշտ է թեք, լավ է, մերսի, ամարզիչ կա իմը, թեք, լավ էլի, այսինչ բան է էլի։ Այսինքն առաջատարի որակներով ու լավ խոսքի տիրապետող, որ ոգևորի մասնագետ։ Հա, անպայման պիտի լավ խոսա, պիտի իմանա երբ են խաղում երկրորդ խաղը։ Ոնց պատրաստի։ Հա, ոնց պատրաստվի այդ երեխեքին։ Դե չեմ երեխա ասում երեխեքին ջայլներն են, բայց լավ խաղաց են։ Հետո մի քիչ իջեցրին։ Իսկ ազգային հավաքականից ու մեր երիտասարդական հավաքականներից ինչ կասեք, հաստատ հետևում եք ելույթներին, ոնց են խաղում, նոր գլխավոր մարզիչ ունենք։ Խաղում են էլի։ Չեմ կարա ասեմ, կարող է մի խաղ լավ խաղան, մի խաղ մի քիչ։ Բայց կայուն չեն։ Կայունացում է պետք ըստ Քանի որ հավաքականից խոսեցինք, պարոն Մարգարով, դուք մեր ազգային հավաքականի առաջին մարզիչն եք։ Ոնց եղավ, որ 92 թվականին դուք գլխավորեցիք թիմը։ Ինձ խնդրեցին, ես էլ եկա։ Մի քիչ կպատմեք այն տարիների փորձի մասին, ոնց էր հավաքական, մանավանդ շատ ծանր։ Նոր ձևավորվող թիմ, ֆեդերացիա։ Ֆեդերացիային դիզվել, ասի ես գնացի ֆեդերացիայի ու ասեցի, որ ես եմ մարզիչ, ինչ որ ես գամ ասեմ, դուք պիտի կատարեք։
ու գնացին, ու վերջ։ Ու լավ տղեկ են եղել, լավ խաղացին։ Ես էլ Հեշտ էր ազգային հավաքականը գլխավորելը։ չէ, այդքան էլ հեշտ չի։ Մեկը հիվանդանում է, մեկը մի քիչ խաղավ, մի քիչ լավ չխաղացել, ստեղ ուժի մարզիչի տեղն է, որ ասեք տրավմա է ստացել կամ լավ չխաղացել, որ լավ չխաղացել ինքը իրան պիտի դաստերյակի, պիտի խոսաս իր այդ ոչինչ մի խաղ դու լավ չես խաղացել, հիմա մի քիչ սկամիկի վրա կնստեք, հետո դուրս կգաս, անպայման դուրս կգաս ու կմտածես մեկ հիմա քո հետ խոսում եք, դու ոչինչ, ամեն ինչ լում է։ Այսինքն կամաց տեքով մի քիչ վատ է խաղացել, դժվում է ուժը։ Այսինքն է։ Ում կառանձնացնեք ձեր գլխավորած հավաքականից։ Ում հետ։ Ով ինչ։ Ում կառանձնացնեք ձեր Ով էր հավաքական։ ավելի լավ խաղում ձեր Աչքի։ գլխավորությամբ կամ ով էր աչքի ընկնում։ Չի շատ բոլորն են լավ խաղացին, հա, բոլորը իսկական լավ խաղացին։ Թիմ էր։ Լավ թիմ է, իսկ լավ տղեկ են եղել, մեկը մեսին, մեկը մյուսին չի գորում, ուր ես տալիս, ինչ ես անում, չէ, խոսում ասում է, դե մեկ նստացեք սկամեքի, գորալ մեկը չի լսի, ինքը ասում է, այդի պետք չի, այստեղ այդ բիդեմ, խաղացողը այսենց դաստերակում են, որ մի քիչ ճիշտ չի խաղում։ Թույլ է լինում։ Հա, դե թույլ չեն, բայց այն չեն։ Դե քանի որ սկիզբն էր հավաքականի դրա համար ենք ուզում էլի հասկանալ ինչպես են այդ հիմքերը դրվել, ինչ դժվարությունների միջով եք անցել։ Նորից ձեր գրքում ենք մենք կարդացել, որ ֆինանսական շատ խնդիրներ են եղել, մարզահագուստի խնդիր է եղել եւ նույնիսկ դուք եք աջակցել, որ տղաները հագուստով ապահովվեն։ Տաք ջրի խնդիր է եղել, դաշտերի, ամեն ինչի խնդիր։ Անկամ ձեզ աշխատավարձ նորմալ չեն տվել։ Ինչպես էիք տրամադրում նրանց այդ վատ պայմաններում դուրս գալ խաղադաշտ ու խաղալ հանուն երկրի։ Ոնց էիք նրանց կարողանում ոգևորել։ Գալիս եմ ասում եմ դուք պիտի խաղը կրեք։ Ո՞վ վերջ։ Իրանք էլ ինձ նայում են շշմում են։ Ոնց խաղը կրեք։ Հետո ես մեկ կանչում եմ, խոսում եմ, ասում եմ ժողովրդի նայում ես, տենում ես, իրենց համար ես խաղում։ Այսինքն իրանք ինձ են հարգում, ես իրանց եմ հարգում, որ ճիշտ է։ Պարոն Մարկարով, ուզում ենք ձեր կարիերայի մի հետաքրքիր դրվագով էլ կիսվեք, դուք ԽՍՀՄ-ի հավաքականում եք խաղացել ու նաև աշխարհի առաջնության եք մասնակցել 1966 թվականին եւ 4-րդ տեղը գրավել։ Ինչ կպատմեք այդ առաջնությունից։ Ինչ պատմեմ, դուրս եք գալիս խաղում եք, էլի, խաղում եք, բայց խաղում եք ու էլի ես դեղ ասացի մեկ մեդի մեկ լավ տեղ կրեք, դե սենց էլ եղավ, էլի։ 4-րդը ված չէր։ Հա, էլի։ Դե ամեն դեպքում այսօր շատերը կերազեին Հայաստանում աշխարհի առաջնություն մասնակցել, իսկ դուք մասնակցել եք այն էլ Անգլիայում։ Անգլիայում։ Իսկ այն ժամանակվա աշխարհի առաջնությունները ու հիմա շատ են փոխվել։ Ինչ առումով են տեղափոխությունը եղել։ Իմ կարծիքով չէ։ Պրոստը ես չգիտեմ իրանք ոնց են, ինչ են, թիմը կա, բայց դե դեզվի ավելի իրան կարան մեր հավաքականը։ Դա ավելի լավ խաղան։ Ու մի օր կմասնակցի, հա, աշխարհի առաջնության, հավատում եք։
Աստված տա։ Իրարից առաջ ընկակ տեսնեք ում կտա Աստված։ Պարոն Մարգարը, շատ շնորհակալ ենք, որ դուք էլի եմ կրկնում, բայց այսօր եկաք մեզ մոտ, որովհետև մեծ պատիվ, մեծ ուրախություն է, որ մենք ունենք ձեզպես մարդիկ, ունենք Արարատ եւ արդեն 52 տարի, չէ, ասացիր 52 տարի մենք մեր սերունդը մեզնից ավելի երիտասարդ սերունդը չտեսնելով Արարատը լեգենդներ է հուսում եւ ոգևորված խոսում ձեր հաղթանակների, ձեր նվաճումների մասին։ Ու մենք ուզում ենք, որ Արարատի լեգենդը միշտ լինի ու կապ չունի, ինչքան կփոխվեն սերունդները, չեն տեսել ձեր խաղերը, բայց միշտ հիշեն ձեր մասին ու ձեր կատարած աշխատանքին։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք ձեզնից։ Մերսի ձեզ, որ դուք հիշում եք, որ դուք կանչում եք։ Դե մեր խոսք եք ասում, մեկ ուրախանում եք, դուք, ես, դա։ Կարևոր առողջ լինեք ու բարբերաբար մեզ հյուրընկալվեք, կսպասենք։ Ոյ, ամփոփենք աս։ Այո։ Շատ էմոցիոնալ զրույց ունեցանք, մեզ համար է շատ կարևոր մարդու ու կարևոր թիմի մասին։ Շնորհակալ ենք, որ հետևեցիք մեզ, հիշեք Արարատի ելույթները, ոգևորեք մեր արդեն։ Ես ասում եմ, որ լավա չեք մոռացել ինձի։ Չէ, բայց մոռանալ չի լինի։ Ձեր գիրքն ենք բարբերաբար վերընթերցում։ Եվ հուսանք, որ ինչպես պարոն Մարգարովը ասաց, Աստված տա մեր ազգային հավաքականը եւ մեր թիմերը հետագայում, ինչու ոչ նաեւ գերազանցեն Արարատի գրանցած արդյունքները։ Իսկ դուք գտեք մեզ բոլոր հնարավոր հարթակներում, տեսոթկայքերում, Facebook, Instagram, TikTok եւ իհարկե YouTube-ում գրեք մեկնաբանություններ անպայման եւ ձեր կարծիքները։